Հայկական պարարվեստը կրկին փայլեց միջազգային բեմում։ Diamond պարային խմբի ադամանդները միջազգային փառատոնի շրջանակում այս անգամ հիացրին Կիպրոսի Լառնակա քաղաքի բնակիչներին եւ ոչ միայն։ Փառատոնը տևել է 3 օր, 3 օրում մենք ամեն օր պետքա մասնակցեինք 10 րոպե տևողությամբ պարային համարներ ներկայացնեինք եւ այդ 10 րոպեների ընթացքում կարծես թե մի ամբողջ մշակույթ էինք ներկայացնում մեր օտարերկրացիներին։ Իմ աղջիկների ելույթը եւ նաեւ իմ ելույթը, քանի որ ես էլ իրենց հետ մասնակցեցի եւ փորձում էի աղջիկներին թևավորել, կարծում եմ համարում ենք ստացված եւ դա ապացույցն է, երբ որ տեսանյութները տեղադրում էինք ինտերնետում, բոլորը մեզ գրում էին, բարեմաղթանքներ էին հորդորում եւ դրանից ավելի էինք ոգևորում։ Հանդիսատեսի արձագանքը շատ ոգեշնչող էր եւ կարծում եմ, որ մենք մեզ արդարացրել ենք։ Փառատոնի գլխավոր նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել միմյանց մշակույթերին, ստեղծել բարեկամական կապեր, փոխանակվել փորձով։ Ամենաշատը, որ տպավորված էի, դա Իսրայելի կատարած ելույթներ, որտեղ ելույթ էին ունենում 78 մասնակից եւ նաեւ կար պարային համար, որտեղ հաշմանդամներն էին պարում սայլակների վրա եւ իրենց ուղեկցում էին սովորական հենց խմբի պարողները, որը որ մեզ համար շատ հետաքրքիր էր եւ տպավորիչ։ Հիշարժան փորձը տպավորել է երիտասարդ պարուհիներին, ինչպես իրենք են ասում, համատեղեցին հաճելին եւ օգտակարը։ 4 տարի է ինչ հաճախում եմ բարի։ Կիպրոսում տպավորությունները շատ լավ էր։ Խորհուրդ է տրվում բոլորին, եկեք, գնացեք, մասնակցեք այդպիսի փառատոներին։ Իրոք շատ հաջողված էր փառատոնը, քանի որ տարբեր ազգերից եւս կային, ծանոթացանք, շփվեցինք, շատ հաճելի էր, մթնոլորտը եւս, տպավորությունները անբացատրելի։ Բարը ինձ համար որպես նախասիրություն է, բայց մասնագիտությամբ ցանկանում եմ դառնալ հոգեբան եւ հենց ընդունվել եմ արդեն ուսանող եմ, բայց հաճախում եմ բարի եւ դեռ մտադրություն չունեմ դուրս գալու։ Սաներից ոմանք պարարվեստը կյանքի ուղի են դարձրել եւ նման փառատոները մասնագիտական որակավորման բարձրացման հերթական հնարավորություն են համարում։ Սա առաջին արտասահմանյան փառատոնը չէր, որին մենք մասնակցեցինք, քանի որ 2 տարի առաջ մասնակցել ենք Բուլղարիայում մրցույթային փառատոնի եւ զբաղեցրել ենք առաջին պատվավոր տեղը։ Նշեմ, որ այնտեղի շատ լավ մթնոլորտ էր, ավելի մրցակցային մթնոլորտ էր, իսկ հիմա որ գնացինք Կիպրոս, ավելի ընկերական ջեր միջավայր էր։ Սովորում եմ Արվեստի պետական քոլեջում, բարի բաժնում, արդեն 3-րդ կուրս եմ, այս տարի ավարտում եմ եւ որոշել եմ շարունակել ավելի բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Նման փառատոնները ոչ միայն թույլ են տալիս ցույց տալ մեր հնարավորությունները, ցույց տալ մեր աշխատանքը, այլև ինչու՞ չէ աշխարհ տեսնել։ Առաջիկայում նոր փառատոներ են սպասվում, իսկ այժմ խումբը շարունակում է պարապմունքները։ Նրանք ամեն ինչ անում են հոգու թաքնված լեզվի ասելիքը մարդկանց հասցնելու համար։